Հիմա աղջիկը ամուսնացել է, կիսուրի հետ ապրում է, այդ տունը, այդ կիսուրի ամեն ինչն է, ինքը պետք է ներգրավի այդ ամենի հետ, բայց իրանց տունը կենցաղը ուրիշ է եղել, ինքը իր ամեն ինչ ուներ, ինքը իր որոշումները կայացնում էր, ինչ ուզում էր ուտում էր, ինչ ուզում էր անում էր, իր ծնողները մի քիչ ուրիշ կարգի վերաբերմունք են ցուցաբերել, բացի կելաստավ ինգել ինչ-որ մի հատ սահմանների մեջ, որ ինչ ասում են կիսուրը պետք է որոշես ինչ անի եւ այլ, չեմ ուզում ոչ մեկին լրացնեմ, պարզ ասում եմ, ու ամեն օր ինքը դիմանալով, ինքն է պարադիչն աղջիկա, համաձայնվում է, ամուսնուն սիրում է, ամեն ինչ լավ է, երեխային բան, բայց իր հոգեկանը չի վերցնում այդ բանը, ինքը ամեն օր իրան ստիպող է բարա այդ ամենը անում, ինքը տասաղ փակում է իր մեջ, մտցնում է, այսենց ասած կուա տալիս, ժողովրդական բանով, հենց դա կլասիկ պոլիտրավմա է, ու սրա լուծումը այն է, որ вообще որ այսօրվա աշխարհում, եթե ամուսնացում եք մեկին, ձեր երեխեքին, ավելի լավ է տուն վարձեք իրանք առանձին ապրեն, որովհետև տան կենցաղը մի կին կարա որոշի այսօրվա աշխարհում, փոխվել է կյանքը։